Կուտակումներն է շատ, որը խանգարում է, ասենք, շենքի պայմաններից ելնելով, խանգարում է ընտրությունների ընթացքին, կոնկրետ հանձնաժողովի աշխատանքը շատ լարում է, որը արդյունքում հերթականությամբ, ասենք, համարները մարդկանց գրանցելիս չի ստուգվում պատշաճին։ Օրինակ, բնակիչներից մեկը հայտնաբերել է անձնավորություն, որը իր տանը գրանցված է, մյուս վստահված անձանց կողմից էլ այդ անձը ֆիքսված, բայց եթե այս լարված այս խտացումների պատճառով այդ մարդը մտնի, կարող է պահիտակ եւ բաց թողնենք։ Եվ սա ինձ թվում է եզակի դեպք չի, որ անձը գրանցված է, եթե պետք է ձեզ անազգարանը կարող եմ ասել, հասցեն, որ բնակիչը մեզ տվեց։ Իսկ ինչ է հանձնաժողովի նախագահը չի կարգավորում։ Դե պասիվ է։ Փորձում է, բայց պասիվ է, ցանկալի արդյունքը որովհետև չենք տեսնում։ Մենք փորձում ենք ճիշտ ասած կարգավորել այդ կուտակումների հետ կապված, ոստիկաններն ես խնդրեցի, որ իրենք էլ կարգավորեն։ Հիմա մարդիկ գալիս են, ընդունում են, ես խնդիր չեմ տեսնում։ Ամենայնպես բողոքումներ չունենք, որ կուտակումները ինչ որ ընտրությանը խանգարում այս կուտակումները։ Չէ, ամեն ինչ նորմալ է ընթանում, մենք երկար ժամանակ այս ընտրական հանրաժողովներում լինում եմ, այս 18 տարի ամեն ինչ նորմալ է ընթանում։ Նորմալ են այս հերթերը, կուտակումները չի խոչընդոտում։ Նորմալ են, չէ, չի խոչընդոտում։ Դժգոհություններ չունեք դուք։ Դժգոհություններ չունեմ։ Նայեք, տեսեք, հանձնաժողովի երկու անդամ են կանգնած եւ ինչքան մարդ կա հավաքված։ Այս դեռ մեկում, երկուսը իրար հետ հաշվենք բերենք, միասին 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 միայն այս սեղանի մոտ։ Մի օկել ընդդեմ ուտեն արդեն ծախարժաշի մոտ ասկսում որ խանգարում